Բարի երեկո, յուրաքանչյուր կիրակի երեկոյան մենք հանդիպում ենք ներկայացնելու ձեզ մեր քաղաքի այն գույները, այն մարդկանց, ովքեր սեփական օրինակի եւ սեփական կենսուրախության հիման վրա կարող են ձեզ փոխանցել լիցքեր, եւ բնականաբար այսօրը բացառություն չէ։ Այսօր մենք զրուցելու ենք Օշին Եղիազարյանցի հետ, մի լավատես եւ կենսուրախ մարդու հետ, ում մասին ներածական նյութով հենց հիմա ձեզ կպատմենք, որից անմիջապես հետո հենց ինքը կլինի մեր տաղավարում։ Սոխիկը ջե։ Արյան շրջանառություն։ Հայրենի բնություն։ Իսկ շքախումբը եզրափակում է ակադեմիական խորը ողջ կազմով։ Սովետական ազատաշխարհայություն։ Սով է։ Ինչ իմանա։ Պապս, քնած մարդ։ Հա, ուրեմն ես էլ չհասկացա, թե ինչպես փախա ու հայտնվեցի տաճարում։ Այդ սխալն էլ երբեք թույլ չեմ տա։ Ամեն անգամ վապես պիտի գինետուն մտած լինեի։ Լույսն այնքան առատ էր, որ ուշադիր նայելու դեպքում միայն կարելի էր նշմարել, որ խորանի պատերին ամրացված մոմերը վառվում են։ Սոսկալի էր ճիչը, որով բեմի վարակույրը պատրվեց։ Հուսիկն է։ Ինչ հուսիկ, գժվել ես։ Արդեն 1000 տարի անցել։ Ասա, որ դու հուսիկը չես, որ հիմա 10-րդ դարը չէ։ Ոնց, դու հուսիկն ես։ Չի կարող պատահել։ Я прибыл со своим фильмом, последним фильмом, который я пронес в своем воображении 57 лет. Мне было 7 лет, когда моя мама прочла мне эту сказку. Сказку великого поэта, второй значительной фигуры в поэзии России, Пушкин, Лермонтов. Лермонтов не получается у советских режиссеров на экране. И я не уверен, что я полностью мог реализовать эту удивительную детскую сказку. Но по наблюдениям моим в Нью-Йорке, в Мюнхене, в Риме, в Венеции, я ощутил, что Лермонтов очень крупный кинематографист. Я не знаю, для какой аудитории я сделал сказку, для детской или для взрослой. Перед вами возникнет персидская притча о поэте Ашуге, бедном Ашуге и о его несчастной любви. Картину я делал в очень тяжелое время, когда в моей Армении была удивительная вспышка большой провокации, похожей на войну. История Карабаха, пролитых кровей и смертей, не может быть забыта в братской стране и республиках, на котором стоит и держится советская страна. Cette affaire du Karabakh ne peut pas être oubliée, mise sous le boisseau dans aucune des républiques où où est le système soviétique. Quand j'étais petit, j'ai très bien parlé pas en français. Մասնագիտությամբ ճարտարապետ, բազմաթիվ նախասիրությունների տեր Օշին Եղիազարյանցը արդեն 16 տարի է ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղում եւ Ջավախքում։ Նա առաջին անգամ հայրենիք է եկել 1988 թվականի դեկտեմբերի 9-ին Գյումրիի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։
Ճարտարապետը չբավարարվելով վավերագրական ֆիլմեր նկարելով, սկսել է հայանպաստ տարբեր ծրագրեր իրագործել։ Դեռևս Արցախյան պատերազմի ժամանակ հայ բնակչությանը մայր հողի վրա պահելու համար նրա աջակցությամբ Հայաստանի սահմանամերձ մի քանի գյուղում բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, ինչը զայրացրել է հարևան ադրբեջանցիներին։ Լաչինը վերցնելուց 20 օր անց սկսեցին դրա վերանորոգման աշխատանքները, որից հետո անցում կատարեցին Շուշիի վերակառուցմանը։ Այնտեղ ճարտարապետը զբաղվել է նաև մի մզկիթի վերականգնմամբ, ինչն էլ ավելի է բորբոքել Իլհամ Ալիևի զայրույթը։ Օշին իր համախոհների հետ միասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղերի դպրոցներին համակարգիչներ է բաժանել, Գանձայի հիվանդանոցն է վերանորոգել, Ախալքալաքում ատամնաբուժարան բացել, իսկ Ջավախքում հեռուստատեսությանն օգնել։ Ակտիվ եւ բազմավոլորտ գործունեություն ծավալող ֆրանսահայ ճարտարապետը մշակել է նաև այլ ծրագրեր։ Դրանցից հիշատակելին Արցախում երիտասարդական կենտրոնի բացմանն ու հյուրանոցների ստեղծմանն են վերաբերում։ Մնում է միայն ապրել ու տեսնել, թե ինչպես են այդ հայրենանպաստ ծրագրերն ուրախացնելու ազատ Արցախի բնակիչներին։ Դիտեցինք նյութը հեռուստատողները եւս դիտեցին, նախ ցանկանում եմ ձեզ ողջունել մեր տաղավարում, շատ ուրախ եմ, որ ընդունել եք մեր հրավերը եւ մենք կարող ենք մեր զրույցը սկսել բազմաթիվ հարցերից, կարող ենք օրինակ վերհիշել մանկությունը, կամ կարող էինք խոսել ձեր արկագործողությունների մասին, կամ ընդհանրապես ինչպես եք վերաբերվում կյանքին, արվեստին եւ այլն, բայց ես կցանկանամ, որպեսզի մենք սկսենք մեր զրույցը ուղղակի երաժշտություն լսելու։ Ես գիտեմ, որ դուք սիրում եք շատ ֆրանսուհի երգչուհուն Բարբարային եւ առաջարկում եմ ուղղակի մեր զրույցը եւ նաեւ հեռուստատողներին հետաքրքիր կլինի, ուղղակի սկսենք մեր զրույցը լսելով նրան։ Չգիտեմ ինչ ազդեցություն ձեզ վրա կթողնի այս երգը, եթե ես ճիշտ ասած ֆրանսերեն, քանի որ չեմ տիրապետում։ Ահա, այս է։ Դիտեցինք տեսահոլովակը, ես գիտեմ եւ նաեւ նախապես մենք երբ հանդիպել էինք զրույցի ընթացքում նաեւ այս երաժշտությունն էր հնչում։ Ես հիշում եմ ձեր ողջերվածությունը այն ժամանակ եւ նաեւ ձեր զարմանքը այս ընթացքում։ Ինչ է կարծում, ինչն է պատճառը, որ օրինակ Բարբարան ֆրանսուհի այս երգչուհին այնքան էլ տարածված չէ այսօր երիտասարդության շրջանում։ Որտեղ Հայաստանում թե Հայաստանում չգիտեմ ինչու, որտեղ դժվար է, ասենք Բարբարի նման երգչուհի դժվար Հայաստանում կարողանան ըմբռնել, որտեղ բառերը դժվար են, պոեզիան է իրեն, բայց մենք Հայաստանում ունենք հետո հեղինակային երգողներ, որ Բարբարայի չափ արժեքավոր են։ Եթե զուգահեռներ տանեք այս երաժշտության եւ ձեր կյանքի որևէ հատվածի, որևէ դրվագի, գուցե մարդու հետ, ինչի հետ կասոցացնեք այս երաժշտությունը, ինչին է նման։ Իրանց երաժշտությունը, Բրելի, այո։ Ամբողջ իմ կյանքից հետ։ Առանց այդևայդի, հա։ Այսինքն ես ասացի, որ մյուսների չէին սիրում։ Այն նույն ժամանակ կան Բիթլզները կային, այսինքն ամեն մեկը իրեն տեղը։
Եվ ես կցանկանայի, որպեսզի մենք նաև մի փոքր խոսենք գույների մասին։ Ահա։ Պատահական չեն այս հարցերս բնականաբար, հեռուստատիտողներին իհարկե դժվար կլինի ընկալել, մեր նախորդ զրույցների ընթացքում մենք ունեցել ենք մի հետաքրքիր զրույց վերաբերյալ գույների վերաբերյալ, ինչպես կասոցացնեք նաև ձեր կյանքը նորից, եթե գույն տակ, որովհետև ես ձեր Իմ ասոցիացիան եմ, ասի նոմր զարմանում որ կարմիր գույն է կակել։ Ինչո՞։ Կարմիր գույնը իր դրամատիկ ծավալն ունի, իր դինամիզմ ունի, իր ժամանակն ունի։ Եվ այդ կարմիր գույնը միշտ պայթում է։ Եթե ժամանակից ավելի շուտ պայթի, դառնում է փայլուն կարմիր։ Բայց ինչևից էսի շատ դժվար է բացատրել, ես ինձ ձևով բացատրեմ։ Ամեն մի գույն, ամեն մեկ իր ունի իր դրամատիկ ծավալը։ Այդ դրամատիկ ծավալը սարքում են 3 էլեմենտներով՝ ժամանակը, դինամիզմը եւ դրամատիկ իր բանը։ Այդ դրամատիկ ծավալը սարքում են դինամիզմը։ Ես առաջարկում եմ հիմա դիտել մի նյութ, որը արվել է մի քանի օր առաջ ձեր տանը եւ խոսեցինք, որ իսկապես տարիներ են, որ կերտում են մարդու թե կերպարը, սկսած հագուստի մի աքսեսուարից մինչեւ իր երաշտական ճաշակը եւ հեռուստատիտողներին իհարկե դժվար կլիներ մեր տաղավարում այս դատարկ տաղավարում փորձել ընկղմվել ձեր ողջ այսպիսի էության, ինչպես նաև աշխարհի մեջ եւ մենք այդ ամենը փորձել ենք անել ձեր տանը, ինչն էլ սիրով ներկայացնում ենք եւ նյութը դիտելուց անմիջապես հետո մեր տաղավարում արդեն կլինեն Մարինե Դիլանյանը, ինչպես նաև Կարեն Մամիկոնյանը։ Ճարտարապետություն, անիմացիա, պրոդյուսերություն, Իրանում ծնված եւ երկար տարիներ Ֆրանսիայում ապրած հայազգի Օշին Եղիազարյանցի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն է։ 1988 թվականից ի վեր նա պարբերաբար այցելել է Հայաստան, շրջել հայրենի երկրում, եղել Արցախում եւ վավերագրել հայկական պատմության բազմաթիվ կարևորագույն դրվագներ։ Օշինը Հայաստանում հիմնավորապես բնակություն է հաստատել 1999 թվականին։ Ճարտարապետություն արել եմ, բայց ճարտարապետության ընդհանուր հիմնական իմ բանս եղած է թատրոնը։ Այսինքն ոչ թե թատրոնի սրահ սարքել, այլև թատրոնով զբաղվել։ Այսինքն ես թատրոնը օգտագործել եմ որպես փոքր մինիատյուր մեբան, ինչպես կարելի է դրամատիկ ծավալները անալիզ անել։ Ճարտարապետի բնակարանը թանգարան է հիշեցնում, քանի որ այն լեցուն է հինավուրց եւ յուրահատուկ զանազան հավաքածուներով։ Շուրջ բոլորն այստեղ արձանիկներ են։ Սուրմաների անթիվ ու անհամար սրվակներ, գրականություն, ֆրանսիական ազատաշունչ թերթեր, մեծանուն նկարիչների հնաոճ գործեր, կճուճներ, կուժեր, հնագույն ինքնաեռներ, սարքեր եւ գործիքներ։ Այստեղ անգամ թմրանյութ ծխելու հարմարանք կա։ Խիստ յուրօրինակ այդ իրերը նա ձեռք է բերել Հնդկաստան, Պարսկաստան, Աղվանստան, Վրաստան եւ այլ երկրներ կատարած ճանապարհորդությունների ժամանակ։ Օշին Եղիազարյանցի մոտ ձևավորված համոզում կա, որ եթե ճարտարապետը չի կարողանում համեղ պատրաստել, ուրեմն չի կարող ճարտարապետ կոչվել։ Սանրեր են, չէ, սա շատ հին են։ 150 տարվա, 200 տարվա սանրեր են սրանք։ Փայտից է, բայց։ Սա էլ է սաներ։ Այո։ Հա, իսի չբացատրեմ, իսի գորգ բան է, ասած գտել, իսի հայկական է։ Այս են մեր հին բանն է, որ 2-3000 տարի առաջվա է։ Իսկ սա Սա չէ բանա, ինչ է գորգը կամ սարքելուց էս խփին թելը վանելու համար, այսօր իմացամ Իսրայելը մոքի այսօր եկել, ես այնքան խփեն մեջտեղից գնացել։ Օշինի նախասիրությունները սահմաններ չեն ճանաչում։ Դրանք սկսվում են հնեաբանությունից, մոտենում մուլտիպլիկացիային, թատրոնին, կինոյին, հասնելով մեղվաբուծությանն ու խոհանոցին։ Սակայն չի սիրում տանը կենթանիներ պահել։ Ես վարակույրը կարող եմ հանեմ, որտեղ ուզում եմ տանեմ, դնեմ եւ փակեմ։ Վալա։ Եվ երբ որ հանկարծ հյուր ունեմ, մյուս պատոհանին եմ դրում, որ ոչ տունը չի։ Լավատես ու աշխույժ ճարտարապետի տանը, որտեղ ապրում է միայն ինքը, հեռուստացույց չնկատեցինք։ Սակայն նա այս արագասելած աշխարհի անցուդարձին տեղեկանում է թերթերից, իսկ հեռուստացույցը նրա համար պարզապես թմրացնող տուփ է։ Վերջերս ինտերնետ ունեմ, վերջերս շատ հազիվ 1.5 տարի է, որ ինտերնետ ունեմ, 2 տարի, որ որոշ լուրերը ֆրանսիական բանի լուրերը դրանք նայում եմ բանել։ Օշին Եղիազարյանցն աշխատել է կինոինդուստրիայում, անվանի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի որդու հետ եւ զբաղվել CCQ ֆիլմի դեկորներով։
Իսկ 90-ական թվականների սկզբին ճարտարապետը հիմնել է Ցանց Production-ը եւ մեծ աջակցություն է ցուցաբերել հայ մուլտիպլիկատորներին։ Հայաստանում ուզում էի սարքել հեքիաթի փառատոն, այսինքն մարդիկ գային հեքիաթ պատմեին աշխարհի տարբեր տեղերից։ Դուք ինձ ասեք, այսօր քաղաքականությունը ամեն ինչը հիմնված է մշակույթի վրա։ Հենց այսօր մեր դժբախտությունը, որտեղ մշակույթը դրենք մենք կողմ, ծալեր ենք, մշակույթ գոյություն չունի։ Օշինի համոզմամբ Հայաստանում արվեստում ներուժը մեծ է, սակայն դրա մասին խոսելու փոխարեն այն պետք է զարգացնել, քանզի մեր երկիրն առանց արվեստի չի կարող քաղաքական հարցեր լուծել։ Լավագույն դեպքում այն կդառնա անհարմարավետ համայնք, որտեղ ոչ ոք չի ցանկանա տեղավորվել։ Իսկ այդ ամենի լավագույն տարբերակը նա տեսնում է մշակութային հեղափոխության մեջ։ Ռեպորտաժը դիտեցինք եւ այնտեղ նաեւ մեր տեսախցիկը չէր զլացել եւ նաեւ ձեր ննջարաներ իհարկե ներխուժել, որտեղ կախված է մեծ եւ երկար այսպիսի նկարը, որի մասին կցանկանայի, որպեսզի հենց հեղինակը պատմի։ Տիկին Մարինե, խնդրեմ։ Նկարը կոչվում է Դրախտից վտարում։ Ճիշտ ասած իմ դասընկերուհուն եմ նկարել, որը շատ անմոռանալի կերպար էր ինձ համար եւ այդ առումով շատ հետաքրքիր էր ինձ համար այդ նկարը եւ շատ ուրախ եմ, որ Օշինի հավաքածուում է, որովհետեւ Օշինը այն մարդն է, որը Վազգեն Բաշբեուկ Մելիքյանին ընդունեց Իգիթյան Հենրիկից հետո առաջինը։ Այդ այն նկարիչն է, որը իսկապես յուրահատուկ նկարիչ է եւ շատ շատերի համար ուղղակի դժվար ընկալելի, բայց քանի որ Օշինը շատ ճաշակով մարդ է, իդեպ ասեմ, եթե Օշինին գոնե մի ամսով թույլ տային, այս քաղաքի դիզայները լիներ, մենք ուղղակի կունենայինք ուրիշ քաղաք, որովհետև կվերանային բոլոր այդ անճաշակ գավառական այդ բաները, վերնահարկերը, պատշգամբները, արտաքինից կպցրած, չգիտեմ, կոնդիցիոներները եւ բացի այդ ամեն ինչից նաեւ շատ վառ մի հատ կետ է քաղաքում, երբ ինքը քաղաքում չի, շատ տխուր է։ Ես հիշում եմ ձեր հարցազրույցներից մեկի ընթացքում քաղաքի վերաբերյալ ասել եք, որ նախկինում Երևանը անգույն քաղաք էր իր տեսքով, սակայն գունավոր էր, իսկ հիմա դարձել է ավելի գունավոր։ Այո։ Հիմա դարձած է ահագին գույները շատացած են, բայց դարձած է անգույն քաղաք։ Ես նաև ձեզ եմ ողջունում մեր տաղավարում Կարեն եւ ինչպես է ստեղծվել ձեր առաջին հանդիպումը գուցե։ Շատ պատահական Օշինը այն մարդկանցից է, որոնց ես բնութագրում եմ որպես մերան։ Մեր ազգի մեջ ցավոք շատ քիչ են նման մարդիկ։ Հայերը, ինչպես գիտեք, երկու ճյուղ են, հայեր եւ արմեններ, ասում են։ Մի մասը ամեն լավ բան կարող է փչացնել, իսկ մյուսը ամեն վատ բան կարող է լավը սարքել։ Հիմա ես նման մարդկանց կոչվում եմ մերան։ Ես էլ ինքս այդպիսին եմ։ Դրա համար շատ բնական էր, որ մենք իրար հանդիպեցինք եւ ընկերացանք։ Երբ դուք առաջին անգամ եկաք Հայաստան, մոտավորապես 88 թվականին, նկատի ունեմ նպատակային կերպով վերադարձաք հայրենիք, այսինքն 88 նպատակային չէր։ Երկրաշարժից հետո, այո, բնականաբար։ Եկա առաջ 7-անով եկա եւ Հայաստանում ես մեկ հոգու էի ճանաչում։ Մեկ հոգու, որտեղ ոչ հոգու չգիտեի ես Հայաստանում, Ռուբենն էր Հախվերդյան, որտեղ ինքը իմ մոտ էր մնացել, գիշերները փոքրիկ նավակ երգում էր Անուշի համար, աղջկաս համար, եւ հետո իրանց փոքրիկ դղյակում երկավ, եւ այդ երկը ընդեղից ծնունդ առավ ավելի շուտ այդ իր փոքրիկ նավակը, եկամ հասամ Երևան, Ռուբեն եմ փնտրել, Հախվերդյան, որտեղ օտակարանից, որտեղ ոչ հոգու չգիտեի։ Հետո Ռուբենից հետո կգնես կարել էլ կճանաչես ամենի կճանաչես։ Ես առաջարկում եմ դուք գործիքով եք եկել եւ գիտեմ, որ պատրաստել եք մի երգ կամ ես կցանկանայի, որպեսզի լսենք մի հատված, որը կցանկանայիք եւ նաեւ իհարկե որոշակի նպատակով կարծում եմ արված։ Ուրեմն տարիներ առաջ մյուս ընկերոջս Սևաբոյի հաղորդման ժամանակ ես երգեցի երգ նվիրված Օշինին։ Հիմա այսօր ուզում եմ երգել Օշինի հաղորդմանը երգ նվիրված Սևաբոյին, որպեսզի աշխարհում հավասարակշռություն լինի։ Ոստիկանը խոստանում է, որ հանգիստ են քնելու, եւ գիշերը մեզ գողերը չեն կողոպտելու։
մոռանում է բայց նշել, որ իր տերերը հաստափոր, թալանում են մեր երկիրը, մեր աչքի դեմ ամեն օր, խոստանում է այս տերտերը, որ երկինք են կընկնելու, սակայն լավ գիտենք նրան մենք երկնքում չեն գտնելու, նա վաղուց ընտրել է փողը, հաճույքները երկրային, խոստանում է ինչ շունինը, դիր գործն է այդպիսին, խոստանում է սիրահարը, որ հավերժ է սիրելու, սակայն այդ հավերժ կոչվածը 5 ամիս է տևելու, կամ էլ քիչ լսվում է ձայնը պոռնիկի թոշակառու, ավելի շուտ ես հակված եմ հենց նրան հավատալու, խոստանում է նախագահն մեր, որ ազնիվ է լինելու, խոստանում է դատավորը, որ արդար է դատելու, խոստանում է աչպարարը, որ կեղծիկ չի լինելու, իսկ բժիշկը խոստանում է, որ առողջ ենք մեռնելու, ամուսնյակը խոստանում է, որ էլ ձախ չի գնալու, հարևանը խոստանում է, որ մեզ չի նախանձելու, ուսուցիչը խոստանում է, որ մեզ մարդ է սարքելու, դե իսկ ես էլ խոստանում եմ, որ էլ երկ չեմ գրելու, առհա լսվում է ձայնը պոռնիկի թոշակառու, ավելի շուտ ես հակված եմ հենց նրան հավատալու։ Շնորհակալություն։ Խոսքում նաև նշեցիք Ռուբեն Հախվերդյանի մասին խոսքը գնաց երաժշտությունից եթե խոսեցինք եւ նաև որ Անուշի համար ձեր աղջիկա համար երգում էր։ Այո։ Ինչպեսի մարդ է դարձել, որովհետև յուրաքանչյուր հայր նաև իր երեխայի մեջ տեսնում է մի հատված իրենից, գուցե տեսնում է նաև ընդհակառակը։ Մի հատվածը, որ ես իմ աղջիկս, ասենք, փոքրուց մշակութային բան չկա, որ չի տեսել, ջազից բռնած մինչև մոդեռն բալեն, մինչև կլասիկը, ամեն ինչը ցուցահանդես, փոքրուց տեսել է, 2 տարեկանից, առաջի թատրոնը 2 տարեկանում է տեսել եւ լավ հիշում եմ Քաջնազարն են տարել իրան տեսա, բայց այնից հետո Փիթեր Բրուք, Բաբրիցան, այս ամբողջ լավագույնները տեսել է եւ արվեստի մեջ մեծացել է եւ ինքն էլ ասում է, պապա, ինչ որ ունեմ արվեստից քեզնից է գալիս, որտեղ փոքրուց իրան տարել է, այսքան։ Մնացյալը ես չգիտեմ։ Չնայած որ մասնագիտությամբ եւս կարծես թե ձեր հետևից է գնացել եւ ճարտարապետ է դարձել։ Դարձավ ճարտարապետ։ Դարձավ ճարտարապետ։ Սցենոգրաֆ, հա, ամեն ինչ անում է եւ պապայի նման էլ ամեն ինչ անում է, ճարտարապետություն անում է։ Շատ լավ, ես առաջարկում եմ դիտել մի նյութ, մենք փորձել էինք եթերից առաջ կապվել իր հետ, տեսնենք թե ինչ է ստացվել եւ ինչ է մեզ փոխանցում Անուշը։ Այո։ Հոյակա, շատ լավ հայրա։ Ուղղակի իմ հետ ճիշտ կարծես եղբայրն լինի, միշտ ինձ ամեն տեղ տարերա, ամեն թատրոնները ինձ ցույց ա տվել, ամեն իմ արտիստիկ կողմերը ինքն է ինձ ձերիս մեջ տվել։ Ինձ միշտ բան ա սովորացրել, սպորտ ա սովորացրել, ինքն էլ էթումեր տանում էր ինձ պիսիներ անում, լողացնում էր, ցույց տալի ոնց եմ պետք է լավ հեծանիվ քշիմ, հետո էլ շատ ուրախավոր Հայաստանում ապրում։ Ուղղակի կստիրիմ ավել տեսնիմ իրան եւ երբ որ ուզենայիմ իրան տեսնիմ, որ Փարիզ ամեն 2 շաբաթ գարմ անգամ 3 օր մնար հետ է կար, բայց ուղղակի իմ ցանկությունն ական թե Իրանը։ Ինչպեսի մտքերով էիք դուք վերադարձել հայրենիք։ Մի փոքր խոսենք այդ ժամանակահատվածի մասին։ Վերադարձել ժամանակ երկրաշարժ է, դա։ Այո։ Նրանից հետո ես շատ արագ ձևով ծանոթացա մի քանի հոգու պոլիտեխնիկի երեխաների հետ, որը Ղարաբաղում մեկ հատ կազմակերպություն կար, սկսած էին աշխատել։ Հետո դարձավ Շեն հասարակական կազմակերպություն, հետո ես դարձամ Շենի անդամ, հետո դարձամ Շենի հիմնադիրը Ֆրանսիայում, Վրաստանում, Ղարաբաղում էլ ես եմ հիմքը դրել։ Այսինքն Շեն հենց շարունական եւ այդ Շենով մենք իմ մաքսիմում բանը իմ 20-89 ընկերներն են, այսինքն դրանք առաջի ջոկատն են որ մնացան Ղարաբաղ ժամանակին, որ Արթուր Մկրտիչյանը բան ամեն այդ ջոկատի մաս են կազմել ժամանակ, Մանվեր Սարգսյան, բան։ Այսինքն ես սրանց բոլորին գիտեմ 88-ից 89-ից Իգոր Մուրադյան, ասենք բոլորը, ինչ են ասում, բանը։ Այսինքն այդ Շենով հետո սանք Հայաստանից համանումից գյուղեր, հետո սանք Շուշի ազատագրման խնդիրների մասին, հետո վալա գյուղերում, սահմաններում, այս ամեն տեղ նկարել եմ, բանա։ Այսինքն եւ ես սրան հիմա քիչ-քիչ սրանց ուզում եմ փոքր հեքիաթ սարքեմ։ Հեքիաթ չէ, բայց իրական հեքիաթ, պատմական, այսինքն իրականությունը սա է։
Խոսացինք նաև ֆիլմերի մասին, վավերագրական ֆիլմեր, որոնց շարքին է նաև պատկանում Շահեն Մեղրյանի նվիրված ֆիլմը։ Այո։ Եւ որտեղ ինքը խոսում է երկար ձեզ հետ, այո։ Շահեն Մեղրյանի նկարել են Գյուլիստան գյուղում 88-ի վերջն, 89-ի սկիզբն է, որ ես գնացել եմ Ղարաբաղ Արկադի Վոլոսկու հետ պայմանագրի ստորագրելու համար։ Ուրեմն Շահեն Մեղրյանի նկարել են ժամանակ ինքը Գյուլիստան գյուղում գաղտնի է գնացել, որտեղ այն ժամանակ Ադրբեջանի մաս էր կազմում։ Եվ իր հետ հարցազրույցում էր։ Ես առաջարկում եմ մի փոքրիկ հատված դիտել հենց նույն այդ նյութից, որից հետո կանրադառնանք կրկին նաև կմեկնաբանեք։ Իր ժողովուրդ արդեն ընկել են հոգեկան ապաթիայի մեջ։ Մարդիկ ներվայնացել են, հիվանդանում են, մահանում են։ Վերջին հաշվով պիտի իմանանք նաև այն հանգամանքը, որ եթե առաջ զինվորը չկար, ժողովուրդը իր խճարը տեսնում է։ Իսկ այսօր ոչ այնքան անհայտ Սաֆոնովի եւ Պալյանիչկոյի այդ Բաքվի դրաժոների շնորհքով զինվորները դարել են ժողովրդի թշնամիտ։ Զինվոր, որ ժողովրդին չի թողնում ազատ յուր տանը շնչելու։ Զինվոր, որ չի թողնում զրկում է այդ մարդուն իր ընտանիքը յուր պատիվը պաշտպանելու այդ հնարավորությունից, զենքերի բռնագրավում։ Զինվոր, որ ամեն ձևի աշխատում է ժողովրդին, բացատրել, որ քո իրավիճակը անհեռանկարն է, որ լավ կլինի, որ թողես գնաս, ապա այդպիսի պայմաններում կրկնակի եռակի ճշմարտակ այդ ժողովուրդը ուղղակի ես չգիտեմ, միգուցե ինչ որտեղ Աստծո օգնությամբ, թե իրանց հատուկ կազմվածքի միջոցով ապրում են։ Այսպիսի մի վիճակ է ստացել։ Եթե հնարավորություն լինի դու գաս Օշին ջան, Գեդաշեն, ես երևի աշխատեմ այդ հնարավորությունը քեզ ստեղծեմ։ Այն ժամանակ իմանաս, թե ինչ վիճակում է ժողովուրդը։ Ասելով չի։ Շահենը այդեն ֆիլմին իրեն խոսում է, ինքը զոհվեց ուղղաթիռի մեջ է, և դրա համար այդ ուղղաթիռի շվակով է, ամբողջ ֆիլմ վերջացնում եմ, որ գրում եմ, հենց տենց որ Շահենիզի խոսք էր տվետարել Գետաշեն, այդ բախտը ես չունեցամ և իրապես Գետաշենը չեմ տեսել։ Մինչ օրս դուք այնտեղ չեք եղել, չեք տեսել։ Երազի մեջ է Գետաշենը իմ համար։ Շատ լավ, եւ նորից նաեւ ձեզ եմ ողջունում մեր տաղավարում, շատ ուրախ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Եվ մենք մի փոքր երևի թե մեր զրույցը սկսենք հենց Շեն հասարակական կազմակերպությունից, հենց 88-89 թվականներին է, եթե չեմ սխալվում, դուք եղել եք այդ ընթացքում այդ կազմակերպության մեջ եւ ինչի արդյունքում էլ նաեւ ծանոթացել եք պարոն Օշինի հետ։ Չէ, ծանոթանալու արդյունքը շատ ավելի խորն է։ Պարզապես Շենը հանգամանքների բերումով Շենում հանդիպեցինք, մենք պետք է իրար հանդիպած լինեինք շատ ավելի վաղ, բայց 200 տարի սպասելուց հետո վերջապես հանդիպեցինք։ Իմ պապերն էլ Պարսկաստանից որ եկել են, որ իրանք պարզապես սխալվեցին, եկան Սիսիան։ Այո։ Իսկ Օշինի պապերը մնացին։ Հա, ու իրա բախտը բերեց, հետո գնացին Ամերիկա, բան նորմալ երկիր, բայց մենք ավելի հայրենասեր դուրս եկանք, վերջը։ Օշինը եկավ 88 թվին, բայց մենք իր հետ հանդիպել ենք 89 թվականից, որովհետև մենք այդ ժամանակ պոլիտեխնիկի ուսանող էինք ու մի քանի դասախոս ուսանողներով ջոկատ կար, Արցախ շինջոկատ, ճիշտ ասած համալսարանից էլ մարդիկ կային։ Այո։ Գնացել էինք Ղարաբաղ, հետո 89 թվին Օշինը երբ որ Շենի հետ ծանոթացավ, ինքը Ֆրանսիայում ստեղծեցին իր ընկերների հետ Շեն Ֆրանսը, արդեն սկսեցինք մեր այդ 200 տարվա չտեսածը, այս 25-30 տարիա իրար հետ փորձում ենք իրարից կշտանալ, էլի ասենց ասած, լրացնել այդ բացը։ Ես գիտեմ, որ այն ժամանակ եւս Օշինը հենց իր նման էր, այսինքն տարբերվող էր եւ տարբերվող էր, մեզնից տարբերվում էր, որովհետեւ մենք երազներում կամ երգերում կամ պատմություններում էինք լսի, ասենք Ֆիդայի ազատամարտիկ, բան, մենք պահում էինք երկար մորուք, հա, ասենց մազեր, բայց ասենք Օշինը պոչ էր կապում, ասենք մեր համար շատ նորություն էր, էլի, պոչ կապած տղամարդը, վայ, հələ նայեք կարմիր կապույտ բանտիկով մազերը կապած,
այդ դրանով ենք տարբերվում։ Այդ է տարբերությունը մեծանալ ծնվել Պարսկաստանում, մեծանալ Ֆրանսիայում եւ ծնվել Պարսկաստանում, մեծանալ Սիսիանում։ Տարբերությունը դա է։ Պարոն Հակոբյան, իսկ դուք համաձայն եք նաև այս խոսքերի հետ եւ նաև վերհիշելով ձեր դիտարկումները այդ ժամանակահատվածում, չնայած որը պարոն Օշինին այդ ժամանակահատվածում չեք որ հանդիպել եք։ Դե իմ կարծիքս ուրիշ է, բայց ես Օշինին ուրիշ ձև եմ նայում, էլի, ես իրան չեմ նայում, այդ կռիվներին գնացել, Ղարաբաղը գնացել համար, ինձ լավ ընկեր է եղել, մենք շատ մշակութային շատ մոտիկ ծանոթներ ենք, մշակույթի հետ ընկերներ ենք, էլի, օրինակ Օշինի հետ մի անգամ ցես այդ այգիները հիմնել են, բան են, անդադ խոսում ենք այդ այգիների մասին, մի օր ասեցի Օշին, ասի, այդքան այգի ունես, մենք 60 հեկտար եք ասում, 100 հեկտար եք ասում, 20 հեկտար եք ասում, մի օր ասի այդ ծաղկած ծիրաների տոն անենք, էլի, Օշին ասեց եղավ։ Ես մեզ լուրջ չի այդ ամեն ինչը, այդ ձմեռն էր։ Հետո այդ ծիրաների ժամանակն եկա, մեկ էլ Օշին ասեց, բանում ենք, ասեց։ Այդպես հավաքվեցինք, մեկ էլ տենակ մի 200-300 հոգի Օշինը մարտը հրավիրել է այնտեղ, այդ իրանց այգիներում, բան ենք, լոզունգներ ենք գրել, բաներ ենք արել, բան, ու շատ լավ անցավ, ձեր հեռուստատեսությունները եք Դա որ թվականներ, առաջին անգամ երբ իրականացվեց փառատոնը, 2009 թվական, եթե չեմ սխալվում։ Երևի այդ թվերն էր, էլի, հա, ծիրանը լնում էր այն ժամանակը լա։ Ժամանակ ծիրանը լնում էր։ Եվ Յանալի ինքը բան, պլակարդ էր սարքել։ Երկրորդի համար էլ բան արեցինք, երկրորդի համար էլ բան էր, դրեցի որ ասի անում ենք, արի մի հատ հանրապետություն ստեղծենք, մի հատ մեծ պլակատ գրեցինք, ծաղկած ծիրաների Օշին հանրապետություն։ Դες վերնագրով հանրապետությունն ենք հիմնել, հիմա այդ հեռուստացությունից հարց են տալի։ Մի օրյա։ Հա, բայց հարց են տալիս ինչ հանրապետություն, ասեմ մի վախեցեք, եսի մի օր է տևում, տամենես հանրապետություն, ամեն ծիրանի ծաղկելուց մի հատ այսօրը կլնի, էլի, հիմա այդպես բաներ են կարելի Օշինի հետ, բանը, շատ լավ ընկեր է ինքը։ Անդրադառնալով կրկին նաև ծիրանին, ձեր խոսքերից մեկի ընթացքում նաև նշել եք, որ ծիրանը բացարձակ արժեք է ձեզ համար, սա ինչպես նաև կբաց ինչ դա նշանակում նկատի ունեմ ծիրանի կորիզներն եք ստացեք ձեր առաջ, այսինքն 3 ծիրանի հետ գործում ենք, ինքը իր մամայի հետ այգի բանում, Մաքսիմը իմ այգիներ է, Շենի այգի հիմնադիր ինքն է, էկոլոգիապես մաքուր այգու հիմնադիր ինք Մաքսիմն է, որ ստացված է, այո։ Ժամանակ 2090 այո։ Ու շատ քիչ մարդ կա իրապես այս հանրապետություն, որ ինքը արվեստին կան նվիրված է, մի սիրի, չկա այտենց քիչ մարդիկ կան, էլի։ Ինքը այնտեղ գալիս է արվեստանոցներով մանա գալիս է իմ Մարինեի, Գագոյի, Ղազանչյան, որոնք ահագին ընկերներ ունեն, որ ստե չեն, ինքը ունի շատ ընկերներ ունի, ես չեմ անում ոնց ընտրել, մենք լավն ենք թե բանը ոնց ընտրել, ընտրությունը ոնց է կատարել։ Օրինակ, ասես մի հատ խոսք է, որ ասում է Օշինը, երբ որ Երևանում չի, շատ տխուր է։ Իսկ այդ ժամանակվա ընթացքում Էշմիածնում եւ Սիսիանում սուկ է, որ Օշինը Հայաստանում չէ։ Դե Օշինի մասին մի հատ էլ բան են ասում են Օշինին միաժամանակ կարաս Երևանում մեկ երրորդ մասում տենաս, Չերեմուշկայում տենաս, մեկ էլ կենտրոնում միաժամանակ այդ նույն ժամանակում ինքը 3 տեղ կարա լինի։ Թուլատի պես։ Եվ տեսնում են 3 տարբեր մարդիկ։ Նորից անդրադառնալով ծիրանենիների թեմային, ես առաջարկում եմ մենք մեր արխիվից փորձել ենք պեղել եւ գտնել այդ նյութերից, փորձենք տեսնել, նորից կանդրադառնանք եւ կքննարկենք։ Ծաղկած ծիրանի Օշին հանրապետության դավանանքն է մահ-մահին։ Այս տարածքում մահը չենք ընդունում մենք։ Այդ բանն է, երջանիկ ենք ուզում ապրենք, հանգիստ ենք ուզում ապրենք, անտիկրիզիս։ Տեսակ լավ է ամեն ինչ, բոլորը իրար սիրում են, ամեն ինչ լավ է, քաղաքականությունից չեն խոսում վերջապես, երաժշտությունը, խաշլամայա, լավ է։ Ամենաչքավոր մասն է այստեղ, իհարկե մենք մեկ հատ ուրիշ այգի ունենք այս շրանից ավելի հեռու Արգինա, ճիշտ սահմանում է։ Մենք այն տեղերը, որ մարդիկ վատ վիճակի մեջ եղած են, կամ սահմանամերձ գյուղեր են, մեր ընդհանուր բանը ասոր վրա է։ Արագածոտնի Լուսակն գյուղում տնկած 17000 այս ծիրանենին էկոլոգիապես մաքուր է, Սաթենի եւ Երևանի տեսակներից։ Երկրագործները հպարտանում են, ծիրանը Հայաստանում 6000 տարվա վաղեմություն ունի։ Էդն ավարտել են 2 գիշեր էլ քնել տարածքում, ցրտահարության կանխատեսում կար։ Հաճախ թվում է, որ գալիս ենք ցրտահարությունից դեմ պայքարելու համար, ծառեր տեսնում ենք, մենք իրանց հետ ենք, գիչեր իրանք չեն էլ մրցում։ Արդեն իրանք ավելի համարձակ են։ Մինչդեռ այսօր ցրտի ժամանակ էլ չկա, ծաղկած ծիրանն իր տոնը նշում է ժպիտը դեմքին։
Միանգամից այստեղ մի հարց է ծագում։ Արդյոք կարևոր է առիթը, թե ինչի համար են մարդիկ հավաքվում, որպես, եթե ընդհանրական նայենք, ինչ եք կարծում։ Եթե վերցնելու բան ունես, էական է հանդիպումը, էլի։ Իսկ եթե վերցնելու բան չկա, ուղղակի կերմանի համար է, ինձ թվում է անիմաստ է։ Եկին Մարինե, ձեզ համար ինչպիսի ժամանակներ էին եւ եթե այսպիսի որոշակի հիշողություններ ձեզ մոտ առաջացրեց այս տեսանյութը։ Շատ հաճելի հիշողություններ էին, որովհետեւ նախ լիքը մարդու ես ասեցի Օշինը ունի այդ հատկությունը ծանոթացնելու տեղացիներին։ Եվ այնպես ստացվեց, որ ես անձամբ ծանոթացա մարդկանց, որոնց հետ վաղուց մի քաղաքում ապրելով չէի ճանաչում։ Իսկ ամեն դեպքում ինքը ծաղկած ծիրանենու այդ հսկայական տարածությունը այնքան գեղեցիկ բան էր եւ այնքան լավ էին արել այդ ամեն ինչը, որ շատ հաճելի էր։ Որպես հոտներ, իրենց մոտ լավ ստացվել։ Շատ գեղեցիկ էր, շատ։ Ես առաջարկում եմ մենք փորձել մեր այսօրվա զրույցը ամփոփենք եւ հասկանանք, թե յուրաքանչյուր մենք խոսեցինք նաեւ առիթների մասին եւ այդ առիթները, հանդիպումները մարդկանց հետ ինչ են բերում ձեր կյանք եւ ընդհանրապես Անդրեան։ Այդ հանդիպումները միշտ հարստացնում են կյանքը։ Ես էլ Մաքսիմն էլ Մարինեն էլ Կարենն էլ հաստատ գիտենք, որ Օշինը հպարտ է, որ այսպես ընկերներ ունի, մենք էլ նույնպես հպարտ ենք, որ այտենց իրապես ընկեր ունենք, դա բանն է։ Մենք կարանք ամեն տեղ էլ ասենք, որ Օշինը մեր ընկերն է, չենք տակցնի այդ բանը, չենք ամաչի, որ իր նման ընկեր ունենք։ Խնդրեմ։ Մենք շատ հին ընկերներ ենք, պարզապես տարբերությունն է, որ Օշինը արդեն ծեր է եւ ճաղատ է։ Ինքը շատ դժվար է արդեն պատկերացնել, որ մի 15-20 տարի հետո Օշինը ավելի ծեր է ալնելու, բայց կան ծեր երիտասարդներ եւ երիտասարդ ծերեր, որը Հայաստանում կամ Երևանում շատ ավելի են հանդիպում երիտասարդ ծերերը։ Դրա համար ավելի հաճելի է Օշինի նման ընկեր ունենալ։ Շատ Օշինին է, ձեզ խաղ 190 տարեկանի տեղ դրի։ Բեռլինի գրամանորը ծնվել է, տնար է, բա հին է, բա ինչ է։ Թույլ տվեք ընդմիջել, ես հիշում եմ, որ դուք մի շատ գեղեցիկ թեզ եք առաջ բերել երիտասարդության հետ կապված։ Ինչ է երիտասարդությունը։ Երիտասարդությունը կյանքի մի հատված չի, որ ապրես։ Երիտասարդությունը փիլիսոփական մոտեցում է կամ ունես, երիտասարդ ես կամ չես։ Այսինքն չի, որ ապրել ես մի հատված կյանքում։ Ես առաջ ես ինձի 23, 24, 25 տարեկան։ Շատ լավ։ Ապոնել 17։ Օշինը երբ որ պոչ էր կապում, մի օր կանգնում է հայլու առաջ ու նայում է դե Հայաստանում կամ Ղարաբաղում նամանավանդ այն ժամանակ մտածում եմ, եթե պոչ ես կապած, ուրեմն ծուռ է։ Այս տղեն տղա չի։ Հա, Օշինին հարցնում են, ասում են Ղարաբաղցիք, դու կարող ես տենց ես, ասում եմ, ես ասենք 40 տարի է հայլու առաջ որ սանրվում եմ, ասում եմ, ես ինքս նայում հարց եմ տալի, եմ թե չեմ, բայց չգիտեմ։ Ճիշտ ասում։ Մարինե, ինչով կցանկանայիք ամփոփել մեր զրույցը։ Օշինին ցանկանամ նույն ավյունը եւ ակտիվությունը, նաև քաղաքական ակտիվությունը, որը ինքը ունի ի տարբերություն մեր շատերի, մի խոսքով առողջություն եւ երկար ընկերություն մեզ հետ։ Ձեզ հետ կարելի էր բավականին երկար խոսել, որովհետև դուք հենց հիմա նաև տարատեսակ գործընթացներ, որոնք դեռևս կիսատ են, եւ մտքեր, որոնք պետք է արվեն, պրոյեկտներ եւ այդ ընթացքում եք, ինչ է կարծում, որ փուլում եք դուք եւ ինչ դեռևս պետք է տակ, որովհետեւ դա փուլ կա որ կիսատ մնաց այդ փուլը, բայց ես միշտ ամբողջովին կուզեմ այդ փուլը միշտ շարունակել, այդ փուլի, այսինքն միջև անգամ պրոժեի բանը հեղինակը Մարինան է, 3 խնձորը, Հեքիաթի միջազգային ֆեստիվալը, հիշում եմ, այսինքն սա մենք սկսեցինք, բայց դժբախտաբար ոչ ոք մեր մեջքին չկանգնեց, ոչ ոք խոս տվեցին եւ վերջի վարքյանին փախան խոստումից եւ ջուր ընկավ, բայց ջուր չընկի, ամբողջ ծրագիրը կա, 3 խնձորը նկարված կան, ամբլեմը կա, կազմակերպությունը դրված կա, պահված է 3 խնձոր բանը, Փնոս Արմենիական մշակութային հիմնադրամն է, որ հիմքը դրած է եւ պահում է ամփոփելով, շոյելով, որ կգա մեջտեղ այդ 3 խնձորները։ Թող որ իսկապես այդպես լինի եւ ինչով կցանկանայիք նաեւ դուք ամփոփել Կարեն։ Ես Օշինին կցանկանայի մի բան, որ ինքը ջահել մահանար 150-ից հետո։
Եվ իրեն նվիրված մի երգ։ Այս երկրում ինձ թվում է շատ քիչ մարդիկ կան, որոնց երգեր են նվիրվում։ Օշինը կարճ ասած այդ մարդկանցից է։ Ոմանք գալիս են, որ շուտ մահանան, նախորդ կյանքից ինչ-որ պարտք ունեն, ոմանք գալիս են, որ մեզ դիմանան, ու կարծես այլ նպատակ չունեն, ոմանք գալիս են, որ երգ հորինեն, որը երբեք ոչ ոք չի լսելու, ոմանք գալիս են, որ միշտ կուշտ ուտեն, ու չգիտեն ոչինչ են տանելու, ոմանք գալիս են մի օր քեզ ծախեն, որ դու ցավի համար իմանաս, ոմանք գալիս են քեզ համար գժվեն, բութ հայացքներով միշտ ձանձրանաս, ոմանք գալիս են տունը մեր քանդեն, ավաղ նրանք այդպես են վարժեցված, ոմանք գալիս են, որ մեզ պաշտպանեն, մեր խեղճ թշնամուց ես մոլորված, ոմանք գալիս են, որ Աստծուց խոսեն, քանզի երեխաներն են սոված, ոմանք գալիս են լյարդը քո բուժեն, որ ծախվի ովին արտադրված, ոմանք գալիս են, որ կանանց սիրեն, իրենց համար չնախատեսված, ոմանք գալիս են, որ հետույք լիզեն, ու ասեն, դե կյանք է դառնացած, ոմանք գալիս են, որ տաքսի վարեն, հաղորդեն լուրերը նոր լսված, ոմանք գալիս են ուղղակի ճշտեն, ումից են ծնվել այդպես վիժված, ոմանք գալիս են, որ վանքեր շինեն, որ ներվեն մեղքերն իրենց գործած, ոմանք գալիս են, որ թերթեր գնեն, ու կարդան ստերը թարմ տպված, ոմանք գալիս են անձրևին պարեն, որ ժպտան ծորթը քիչ հոգնած, ոմանք գալիս են դժոխքում ապրեն, մենակ որ չթողնեն լավ մարդկանց, ոմանք գալիս են, որ կոշին կարեն, հանգուցյալների համար քնած, ոմանք գալիս են, որ մեզնից տանեն, բոլոր երանելի ու լավ կանանց, ոմանք գալիս են, որ Աստծուն հիշենք, ոմանք գալիս են, որ երջանկանանք, ոմանք գալիս են, որ անհույս պարտվենք, ոմանք գալիս են, որ մենք հեռանանք, ոմանք գալիս են, որ Աստծուն հիշենք, ոմանք գալիս են, որ երջանկանանք, ոմանք գալիս են, որ անհույս պարտվենք, ոմանք գալիս են, որ մենք հեռանանք, ոմանք գալիս են, որ մենք հեռանանք։ Ինչու հենց այս երկը եւ ինչու հենց իրեն։ Սա Հայաստանն է ըստ իս։ Ամեն մարդ երևի իրեն ճանաչեց։ Օշինը դուք ճանաչեցիք Օշինին։ Պետք է փորձեմ չպատասխանել այս հարցին, ինձ վրա պատասխանատվություն չվերցնելով։ Շնորհակալություն եւ եթե խոսեցինք երիտասարդության մասին, երևի թե երիտասարդների ամենաայսպիսի ցայտուն գիծը դա երազելու ունակությունն է կամ հատկությունն է։ Եվ վերջում եթե փորձենք ամփոփել, ինչի մասին եք դուք երազում հիմա։ Մսկիթից հետո, որ Շուշիում վերանորոգում եմ, այդ 3 խնձոր հեքիաթի միջազգային փառատոն անել։ Այսինքն միշտ մի բան կա երազել, ես չկմեռնեմ։ Ես կմեռնեմ, եթե չերազեմ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ մեր տաղավարը գտնելու համար։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, իսկ դուք մնացեք մեզ հետ, մեր քաղաքի գույները նրանք իսկապես կան եւ ուղղակի հարկավոր է գտնել եւ լինել լավատես։ Այնպես որ մնացեք մեզ հետ եւ մենք հանդիպելու ենք Կիրակի երեկոյան։